Մայիսի 28-ի զորահանդեսի շուրջ ստեղծված աղմուկը դիտարկենք, առաջին հանրապետության նվիրված զորահանդեսի հետ ընդդիմադիր դաշտի կոչեցյալների ու խոսքս Հայաստանի շարքային քաղաքացիներին է, անկախ ձեր քաղաքացիական հայացքներ են Կրեմլազար գործակալները Ռուսաստանի դեսպանատնից, Ռոսնեֆտից, Ռուսատոմից, մեծամորի ու ռուսական այլ ընկերություններից աշխատավարձ են ստանում հայությանը, ապա կանոն խախտում, ապա տեղեկատվություն, պղծություն դեսերն են տարածում, դրանց դեմ բան չունեմ ասելու, իրենք տարեկան 2000 ռուբլով այրնիկ վաճառողներն են, բայց շարքային քաղաքացիների այդ մի քիչ հարցական կամ մտահոգված է արտահայտությունը, որ զորահանդեսը ցույց է տալիս, զենքեր ցույց է տալի, բան, այդ Ալիևի դիմանայեսերն են, պետք է ասեմ, որ մենք հապկի կազմի մեջ ենք ու օրենքով, թղթով մեր ցանկացած զորամասի այնտեղ հրամանատարի զեկույցը, որ գնում է իր զորամաս, կորպուս, հետո մեր գերշտաբ, այդ նույն զեկույցը գնում է հապկի օֆիսի գրասեղանին նստում է, ու առաջինի իրենց օֆիսին, իրենց գրասեղանին է նստում, այսինքն ռուսը ամենայն մանրամասնությամբ դոստուպ ունի այդ ամեն մանրուքներին, ինչ որ միայն մի քանի պաշտոնյաներ են մեր մոտ տեղեկացված, ռուսը այդ ամենը լիովին տեղեկացված է, ու ռուսներն ունի պայմանագիր, միջև էդ էլ ուներ 2022 թվականի փետրվարի 22-ին էլ համապարփակ լայնածավալ Ալիևի հետ Պուտինը պայմանագիր կնքեց, այսինքն այդ ամենը մանրամասն գիտեն, դա մեզ ցուցադրելու համար, այն Կոչանա, Տաշիրա, դեսիմ դոդան սերժական այդ ոհմակը, որ վրբուրները բերան այնտեղ, այդ պարտված, ես իմ ջախջախված բան, երկիր ենք ես խեք ցույց տալի դեզդեն, բա ինչ անենք, տենց է մնանք, հա, ցանկացած ազգ, պետություն համ հաղթում է, համ պարտվում է, դա չկա պատմության մեջ դից ազգ պետություն, որ չհաղթի, չպարտվի, վերջի օրինակը խոսքի Գերմանիան երկու համաշխարհային պատերազմը տոտալ տարել, հիմնովին ավերվել, ոդիկային էլ ասել, ինչ ըստ այդ տրամաբանության ասել, պիտի պարտված ենք, ոչինչ չենք անել, մեր հարևան Թուրքիան, այնտեղ երիտուրք Քեմալ Աթաթուրքը հենց է երկիրը ապստամբել իր հակապետական, իր Թուրքիայի ազգին դեմ աշխատող հակոպատների դեմ տված իշխանությանը ապստամբել է, համակիրներով հաղթել է, դաշնակցություններս է կապեր ստեղծել թե Լենինի, թե ֆրանսիացիների, անգլիացիների, իտալացիների հետ սաղի փորը տվել է, երկիր է կառուցել, հայեցակարգ է ձևավորել, որի արդյունքում մեր տարածաշրջանում այս մերձավոր արևելքի Թուրքիան միակ երկիրն է, որ 100 տարվա մեջ, այդ 1921-23 թվականից հետո ոչ մի պատերազմ, բախումներ իր հանդեպ չի եղել, ինքը խուսափել է երկրորդ համաշխարհային պատերազմին, դա ուսումնասիրելու, հետազոտելու հարց է, ոչ թե փրփուրները բերան զենք են ցույց տալի, հեսա մուլաժները, հեսա կեղծա մեկը պարտված է Նիկոլը կզածա, հեսայինա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանով են եղել Ալիևի, KGB-ի լեյտենանտները, որոնք 70-ական, 80-ական թվականներին Ալիևից ուղղակի աշխատավարձ է ստացել հայերին դանուստ գրելով, հայերի անունով, հայերի տառապան վիշտով, իրենց տունն են պահել Լևոն Տեր-Պետրոսյանը Ալիևի գործակալ ավագ լեյտենանտ է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը 89 թվականին այդ Ղարաբաղում հանրաքվե աղնում Հայաստան միանալով այդ խորհրդանում հաստատվում է, Սիլվա Կապիտիկյանը, Սերժ Խանզադյանը գնում են Մոսկվա Գորբաչովին հարցեր լուծել, բայց մինչև այդ Գորբաչովը Հեյդար Ալիևին կալանավորած է եղնում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հերմստղնայի հետ փակելու դիվիժեններ անում, դա միակ դեպքն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ավտոմատով գծած ելում պայքարած են ձեռքին պայքարում, սա Սովետով 650 գործան ֆաբրիկա է կայանում, այդ Հեյդար Ալիևը, որը մասնակցել է Բրեժնևի կլանից, որը մասնակցել է Բրեժնևի ախրանի պետ Ցվիգունը այդ Ադրբեջանի KGB-ի պետն էր եղել,
միասին այդ հեղաշրջմանը Խրուշչովին ֆուկանելու դրանից հետո իր կարիերան հաճել է, այդ ինտրիգան է հեղաշրջման հանճարը Գորբաչովը ուզեցել է ֆուկանի, որպես այդպիսին Լևոն Տեր-Պետրոսյանը իր հիշողական թայֆով վերումստեղ միտինգ անում Ստամբուլցյանով, Զերթուզիբիլներով, նա հետը փակում են 650 գործարան ֆաբրիկա փակում է Սախսովետով, նա հետը մասշտաբում 4 միլիարդ դոլար փոխբերող գործարան է, իմիջվար ռեալներով ոչ թե 400 միլիարդ, այլ 4 տրիլիոն դոլար փոխբերող գործարան է եղել, այդ ամենը փորն են տվել, ինչ Ալիևը կանա փախնի։ Ալիևը փախնում է գալիս է Բաքու, Բաքվից Էլչիբեյը Մութալիբովը լարում է, գալիս է Հայաստան Ադրբեջան սահման այդ Ղազախի գնում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այնտեղ Բաբկին Արաքսյանը, այդ բան Աշոտ Մանուչարյանը գնում են, դիմավորում են, պետական կարտեժով բերում են Երևան, հետո սամալյոտ են ստացնում, ուղարկում են Նախիջևան, ու ամեն անգամ մինչև 92-3 թվականը, այդ 89 թվից էսկոմ Հայաստանից, 89 թվի օգոստոսի 2-ին իշը, որ Հրեշան փոքրամասնություն ընտրություններում հաղթում է, փոքրամասնություն անում ու Լևոն Տեր-Պետրոսյանը փոքրամասնություն լինելով բայց հանրային մեջ աջակցություն ունենալով հանդերձ կոմունիստները նշանակում են խորհրդանի նախագահ, իսկ Վազգեն Մանուկյանին վարչապետ։ Այսինքն մեր պետության առաջի դեմքերից է եղել այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այդ ժամանակվանից միշտ էլ Ալիևը եկել է Երևան, զապրովկա եղել իր սամալյոտով, Զվարթնոց օդանավակայանով ու գնացել է Թուրքիա իր Դեմիրելի հետ իր դիվիժնները, այդ ամենը հովանավորվել է մեր փողերով, մեր ամեն ինչով։ Հենց որ դի հիշեցում եմ անում, որ այդ մեր պարտված ճախճախված այդ ցուցադրել են բարդություններից ելնենք ու հասկանանք, որ մենք ռուսական ազատական օկուպացիայի ներքո ենք ու այդ ամենը ուղղակի ազդում է մենք այդ օկուպացիոն գործակալների դեմ պետք կարողենք, որի որ կարգառուն ներկայացուցիչն ոչ միայն նախկիները, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի փեսա Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի փեսան է, որտեղ Նիկոլյաննայի մորքուրը Լևոն Տեր-Պետրոսյանի կինն է ու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, որոնք հրեշական կարգառուն ներկեր են, երկու անգամ հրեշացուցակով իրենք պատգամավոր են ընտրվել։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 92 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի նշանակում է Պաշտպանության կոմիտեի ղեկավար ու պարտադրում է, որ ամբողջ իշխանությունը Արցախի հետ ղեկավար մարմինները կենտրոնացնեն իրան։ Ռոբերտ Քոչարյանը 92 թվականի հանճարի ղեկավարման արդյունքում արդեն ամառը ամբողջ Արցախը դատարկվել էր 90%, մենակ Ստեփանակերտ ու հարակից մի փոքր մասներ մնացել, ու եթե չլիներ Կիրովաբադի գեներալ լեյտենանտ Հուսեյնովի չաղաքներ Էլչիբեի հետ գիլդիմ չանել ու զորքի 90%-ը չհավաքեր գնալ Բաքու եղաշրջում անելու, ապա մենք Արցախը ոչ միայն կկորցնենք, այլև Արցախը կբտնաջնջվեր, թե ինչքան բնակիչ կկոտրվեր այդ արձականներ, որտեղ 94 թվականի դրությամբ 1994 թվականի 89-ից 94 թվականի դրությամբ մենք տվել ենք 6700 զոհ ու 4500 անհետ կորած, որի մեծ մասը կալցի օպերացիայի զոհերն են, որ ռուսն ու թուրքը, ռուսը բետերներով, թուրքը ավտոմատով գալիս են մարդկանց տներից, գործի տներից, փողոցներից մեր Արցախի մարզի հայրենակիցներին առևանգում էին, հաջորդ օրը մեր շոկի մեջ պրտիկ եղած մարդկանց գտնում էին 4500 հոգու չեն գտել, բայց դա ռուսը պրկի չէ Արցախի մարզի մեր հայրենակիցների համար, մենք պարտված ենք, ջախջախված ենք։ Շարունակել եմ